Շնորհավորում եմ բոլորիդ։ Ուսումնամարտական խնդիրը բարեհաջող կատարելու կապակցությամբ ապրեք, կեցեք դուք։ Մեր ժողովուրդը պատմության ընթացքում մշտապես դժվարություններ է ունեցել։ Նրա անվտանգությունը ապահովված չի եղել։ Եվ այսօր շնորհիվ հայկական բանակի մեր ժողովրդի անվտանգությունը ամուր ձեռքերում է։ Եվ մենք ամեն ինչ պետք է անենք ձեզ հետ միասին, որպեսզի որևէ մեկը չփորձի խաթարել այդ անվտանգությունը։ Վերջին 25 տարիների ընթացքում ձևավորվեց եւ ամրացավ հայկական բանակը։ Մենք զինված ուժերը ձևավորում ենք մարտական գործողություններին զուգահեռ, բայց դրա հետ միասին ամեն օր փորձում էինք նոր հմտություններ ձեռք բերել, փորձում էինք ավելի կարգապահ լինել, հակառակորդին ավելի ծանր հարվածներ հասցնել։ Նույնը պետք է անենք հիմա, չնայած նրան, որ մեր զորքի մարտունակությունը բարձր է, բայց մենք ամեն օր պիտի ձեռք բերենք նոր գիտելիք, մենք ամեն օր պիտի կարողանանք մեր սպառազինությունից առավելագույնը քամել, որովհետև սպառազինությունը ինքնին ոչինչ է։ Սպառազինությունը դառնում է զենք, երբ որ սպան ու զինվորը տիրապետում են այդ զենքին։ Ես վստահ եմ, սիրելի զինվորներ, որ դուք ամեն օր ավելի եք ամրանում, ամեն օր ավելի մարտունակ եք դառնում, որովհետև եթե դա չլինի, վտանգը անպայման դառնալու է իրականություն, վտանգը դառնալու է կոնֆլիկտ, վտանգը դառնալու է պատերազմ։ Եվ այստեղ այս տարածաշրջանում պատերազմ զսպողը դուք եք։ Շնորհակալ եմ ձեր ծնողներին, ձեր դաստիարակության համար։ Շնորհակալ եմ ձեր ուսուցիչներին, ձեզ կրթելու համար, եւ իհարկե շնորհակալ եմ ձեզ, որ դուք կարողանում եք անել գրեթե անհնարինը։ Վստահ եղեք, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է մշտապես իր թիվ մեկ խնդիրը համարել մեր զինված ուժերի սպառազինությունը, մեր զինված ուժերի ապահովումը, եւ դուք էլ ձեր հերթին դի վստահեցնեք մեր ժողովրդին ամենօրյա ձեր ծառայությամբ, որ պատրաստ եք անառիկ պահելու այս սահմանները։ Կեցեք, շնորհակալ եմ։